սկսած ամենատարբեր օղակներով քուգականները ասում են մարդկանց մեղադրում են պատերազմում չզոհվելու հանրահատումը։ Ինչ է սա նշանակում ի վերջո սա արյան ծառա կարող է կոչվել, թե ինչպես կբնութագրեք այս ամենը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ինքը չի թաքցնում, ընդ որում վաղուց, որ ատում է ղարաբաղցիներին, բայց ղարաբաղցիներին ատելով ինքը ատում է նաև հայաստանցիներին, ոչ մի տարբերություն չկա, ընդհանրապես ինքը մարդացյաց երևույթ է, եւ երբ որ ինքը ասում է ինչի դուք չեք զոհվել, դա թարգմանաբար նշանակում է ինչու չեն զոհվում բոլոր նրանք, ովքեր իմ դեմ են։ Ամբողջ խնդիրը դա է, ինքը այդ մաղձը թափում է, բայց նյարդային վիճակից ելնելով մաղձ է թափում հայ ժողովրդի հասցեին եւ ասում է ինչի դուք չեք զոհվել։ Իսկ այս տիպի գործողությունները, այդ որ իրանք շոուներ են բեմադրում, սա էլ է շոուի մաս իր կողմից։ Ասեք պետական դավաճանության մեղադրանք տալ, սա նման է Հիտլերի կողմից Ռեյհստագի այրմանը, երբ որ ինքը իշխանության հարցեր ուզում լուծեր, ինքը Ռեյհստագը այրեց, որպեսզի կարողանա դրա հիմքով իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարել։ Բայց մեր տնաբույծ Հիտլերիկը շատ ավելի ճղճին մոտեցումներ ունի եւ գործերը կարում ասենք ոտքի վրա ձեռքի հետ, սա է։ Ինքը դες երկար բարակ չի մտածել իմ կարծիքով, այդ պայի տակ ազդեցության տակ ինչ-որ գործողություններ անում է։ Դե հիմա գիտեք ինչ, 16 թվականի ապրիլյան քարորյա պատերազմին դրանք մայիսին են մասնակցել ու խոսում են, թե դուք ինչի չեք զոհվել։ Մայիս ամսին գնացել են մի քանի կիլոմետր հեռու ինչ-որտեղ խրամատ են փորել, նկարվել են, սելֆի բան են արել, հետո հիմա խոսում են այդ բանի մասին։ Պաշտպանության նախարարին, որ դուք նայում եք քարոզարշավի ժամանակ, չեք վախենում, օրինակ ես գիշերը շատ ծանր եմ քնում։ Իր վարքագիծը նայում եմ, իր տեսակը նայում եմ, իր խոսույթին հետևում եմ ու ասում եմ, այս մարդը մեր պաշտպանության նախարարն է։ Մենք պետք է բոլորս ծանր ապրումներ ունենանք։ Այդ մարդը բացարձակապես կապ չունի պաշտպանության նախարարության հետ։ Եվ ընդհանրապես ովքեր են իրենք։ Այս որտեղից բուծվեցին։ Սրանց հատուկ գտնում են Զելենսկուն կհիշեք այդ մամլոխոսնակը օրերս որ հարցազրույց տվեց։ Զելենսկի բառը հանում ես տեղը դնում ես Նիկոլ Փաշինյանը նույն բանի մասին է։ Վաղը մյուս օրը ՔՊԱ-կանների մեծ մասը այնպիսի երգեր են երգելու, որ մեր բոլորի քննադատությունը մանր կսմիթ է թվալու։ Դրանք ներսից գիտեն, չէ՞ ինքը ինչով է զբաղված։ Հիշում եք Էշմիածնից մի հատ քաղաքապետուհի կար, որ նույն ձեր ասած Սուրեն Պապիկյանի հետ խոսում էր, այն որ ասում էր դե հələ վատ է, մենք քիչ ներվային վիճակա մի հատ գնամ հանգստացնեմ, հետո բան, այս ամեն ինչ իրանք պատմելու են, երգելու են։ Մենք այնպիսի սիմֆոնիա ենք լսելու իշխանափոխությունից հետո, այնպիսի ինքնախոստովանական ցուցմունքներ, այնպիսի գործողություններ ենք տեսնելու, որ հայ ժողովուրդը ուղղակի զարմանալու է, թե այս ինչ է տեղի ունեցել։ 18 թվականին օգտագործելով մարդկանց արդարացի մղումները, կյանքը փոխելու եւ այլնի հետ կապված սրանք եկան իշխանության, եւ եթե հիշում եք, կեղծիքը հենց այդ հեղափոխություն կոչվածի օրերին եղավ, Աբաջանի կեղծ պապիկ, կեղծ երևույթներ, սուտ, կեղծիկ եւ այլն, այս ամեն ինչը հենց այնպես չէր։ Այդ Գեբելսյան քարոզության շրջանակներում նույն շտամպովկայով աշխատում են Զելենսկիները, Սաակաշվիլիները։ Ես ասեմ Նիկոլ Փաշինյանը լավագույն ճակատագիրը Տիխանովսկայինը կլինի, Բելարուսից մի հատ տիկին կար, որ բերել էին այս քանի օրն էլ այստեղ տեսնում էին։ Գիտեք ինչ, եթե ինքը պատրաստ է փախնի, որ Հայաստանի Հանրապետությունը ողջ մնա, թող փախնի։ Ես դրան էլ դեմ չեմ։ Չնայած մեր ցանկությունն է, որ ինքը արդարադատության առաջ կանգնի, բայց եթե ինքը իր մնալու եւ իր կաշին փրկելու համար կործանելու է Հայաստանի Հանրապետությունը, ավելի լավ է թող ռադիկաշի գնա, ասենք, դա է տարբերակ։ Սա է։ Եթե այլ հարցեր չկան, շնորհակալություն, իսկ մեր հանրությանը տեղեկացնեմ, որ այսօր 17:30 Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, Մայր Հայաստան կուսակցությունը եւ Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը հրավիրում են ձեզ հավաք երթի, որը կմեկնարկի Մատնադարանի մոտից, այնտեղ էլ մենք խոսենք այս թեմաներով եւ կշփվենք մեր հանրության հետ։ Շնորհակալություն։
Գյումրիում նախապես գծված պլանի շրջանակներ։ Մեր մոտ ներքին աշխատանքի բաժանում կա։ Մայր Հայաստանը զբաղվում է Երևանով, Բարգավաճ Հայաստանը մարզերով։